Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Հույս ունեմ, որ YouTube-ս կարգավորվել է ու կարողանամ մինչև վերջ լայվանել, խոսել ձեր հետ, կիսվել։ Ժողովուրդ ջան, այսօր ուզում եմ սկսել մի բանի մասին, մեկի մասին եմ ուզում խոսել, ինչ-որ Էդգար Համբարձումյան, որ թփնվել է Facebook-ում, չգիտեմ ով է այս, ոնց որ թե բլոգեր է, թե նախկին, թե լրագրող է, թե ով է, չգիտեմ, բայց ամբաղ-զամբաղ դուրս է տալիս ու շատ հետաքրքիր մի հարց տվեց Facebook-ում, հարցնում է ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ասեմ Էդգար Համբարձումյան, քո նմաններին է թաղել, ամենակարևորը, եթե ուրիշ բան արած չլինի, թաղելը քեզ ու քո նմաններին ու թաղելը ընդմիշտ անվերադարձ։ Հիմա ուզում եմ խոսել մեկ ուրիշ մարդու մասին, Տիգրան Ավագյան, որը ռադիո Վան այդ ծրագրով էր հանդես գալիս, ռուսախոս իմիջիայլոց ռուսալեզու, բայց այնքան ճիշտ, այնքան անկողմնակալ վերլուծություն արեց, որ ես ինքս համարյա թե 100%-ով համոզված էի այս մարդու ասածներին։ Ուրախ եմ, որ կան նաև ռուսալեզու, ռուսախոս մարդիկ, որոնք չեն ծառայում ուբորնի երկրին, այլ ծառայում են իրենց ժողովրդին։ Շնորհակալություն Տիգրան Ավագյան, իմ կողմից անձնապես և հայ ժողովրդի անունից հավաքական առումով շնորհակալություն։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել նաև Գյորգի Թոմասյանին, որը իրոք նախ շատ խելաց տղա է, երկրորդը շատ անկողմնակալ վերլուծաբան։ Ապրես Գյորգի ջան, Աստված քեզ առողջություն տա ու հաջողություն տա, տղա ջան։ Ու համաձայն եմ Գյորգի Թոմասյանի այն ասացի հետ, որ ժամանակին Վրաստանը իր պահելաձևով Սաակաշվիլու ժամանակի, որ ընդեղ բարեփոխումներ իրականացվեցին, փաստորեն դա օգնեց նաև Հայաստանին, բայց ժողովուրդ ջան, համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ Հայաստանը իր գործերը կարգավորելուց պիտի նկատի ունենա նաև Վրաստանը, որովհետև մենք այս 3 հանրապետություններով առանձին չենք կարող պայքարել ուբորնու երկրի դեմ, մենք պիտի պայքարենք միասին, ուսուսի տված, թիկունքի տված, պիտի պայքարենք ուբորնի երկրի դեմ, որովհետև ինչ որ տեղի է ունեցել և մեր, և Ադրբեջանի, և Վրաստանի հետ, կազմակերպվել է այդ այլասերված վիրուս, համաշխարհային վիրուս հանդիսացող, բաց երկնքի տակ զուգարան երկրի կողմից, որ գարշահոտություն է տարածում ամենուր։ Ժողովուրդ ջան, ես պնդում եմ իմ այն ասելիքը, որ այն ասածը, որ փետրվարի վերջին ու Տրամպի արած հայտարարությունը հաստատեց փաստորեն այն ազդակը, որը ես ստացել եմ տիեզերքից, որ փետրվարի վերջին Բունկերյան առնետը պիտի նստի ու որոշում կայացնի։ Տրամպը մինչև փետրվարի 24-ն է տվել ժամանակ, կնստի մենակ իր այն 20 մետրանոց սեղանի մոտ ու 3 ծրար կլինի նրա առջև դրված, 3 տարբերակ, որից ամենախելացին պատերազմը դադարեցնելն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցելը ու դուրս բերելը իր երկիրը այդ ճահճից, որի մեջ խրել է հենց ինքը, բայց ես չեմ կարծում, որ Բունկերյան առնետը այդքան բանականություն կունենա,
ազնվություն կունենա, այդքան սեր ու հարգանք կունենա իր երկրի նկատմամբ ու կգնա այդ քայլին։ Նա չի վստահում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, փոխարենը վստահում է Չինաստանին, որն էլ նրան խրեց այս ճահճի մեջ ու շարունակում է դեռ խցկել ճահճի մեջ։ Բանակցությունները բոլորս էլ գիտենք, որ առանձնապես արդյունք չտվեցին, որովհետև Բունկերյան առնետը պնդում է, որ պիտի Դոնբասը ամբողջությամբ նվիրեն իրեն։ Մի բան, որը շատ լավ գիտի, որ արգելված է Ուկրաինայի սահմանադրությամբ։ Ուրեմն ասեմ, մտքին կա շարունակել պատերազմը, բայց շարունակել նաև կանգնեցնել իհարկե ինքը չի կարող առանց Սինձենպինի հրամանի, որ օրը իդեպ այդ տղամարդը Տիգրան Ավագյան ռադիովանից այդ ալիքով որ խոսում էր հաստատեց իմ ասածը մեր հայը, որ օրը Սինձենպինը հրամայի հաջորդ օրը կկանգնի պատերազմը։ Նույն կարծիքին են նաև ուկրաինացի վերլուծաբանները, բայց երևի թե ժողովուրդ ջան, ամենասկզբում ես ոչ թե ինչ-որ ինձ գովելու կամ ինչ-որ նպատակով, ուղղակի ես էլ չգիտեմ, թե որտեղից այդ ազդակը ինձ ու ես համարձակություն ունեցա կրկնելու այն ինչ-որ ստացել էի տիեզերքից, որ այս ամբողջի հեղինակը Չինաստանն է։ Ու ժողովուրդ ջան, հիմա մի խոսքով մի տարբերակը պատերազմը դադարեցնել, համագործակցել Ուկրաինայի հետ, ներողություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, վերականգնել երկիրը, հանել այս վիճակից, մյուս տարբերակը շարունակելն է պատերազմը, երրորդ տարբերակը մի այլանդակություն գործելն ու փախչելն է, անհայտանալու ուղղակի։ Իսկ այդ այլանդակությունը, ասեմ ձեզ, ատոմային իսկական մաքուր ռումբ Ռուսաստանը չունի, որովհետև այդ ռումբը ստեղծելը այնքան ծախսատար չի, որքան դրա պահելը։ Իսկ այդ թալանի դեպքում, որ տեղի է ունեցել, որս քանի օր բացահայտվեց, այդ թալանը, որ տեղի է ունեցել բանակի դեպքում, բանակն են թալանել, բնականաբար ատոմային ռումբը, ով պիտի ծախսերաներ ու պահեր, ամբողջը թալանել են։ Ունի ամենալավագույն տարբերակը, որ կարող է իրագործի, դա ատոմային կեղտոտ գլխիկով ռումբն է, որը իհարկե ինքը իր տարածքից չի ուղարկի Բելառուսիայից ու պատասխանը հավանաբար կստանա հենց միջազգային օրենքներով կստանա Բելառուսիան։ Սա այս վերջերս ուզում էր Տրամպին համոզում էր, որ երկարացնեն չօգտագործելու պայմանագիրը, բայց Տրամպը չհամաձայնվեց ու ճիշտ տարեց, որովհետև հենց հիմա ատոմակիր նավերը, ատոմային ռումբ կրող նավերը գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ, ու դա իհարկե կարող է ինչ-որ մի կերպ զսպիչ հանգամանք հանդիսանա Պուտինի համար, բայց Եմ ասում տարբերակներից մեկը դա է, որ կեղտոտ ատոմային գլխիկով ռումբներով իր ասած այդ Արեշնիկով, որը տեղադրել է Բելառուսիայի տարածքում, հարվածի Կիևին ու անհայտանա, ինքը անհայտանա, ուղղակի անհայտանա, փախնի։ Ու այս երեք տարբերակն է ժողովուրդ ջան, ամենախելացին կլինի, որ ինքը դադարեցնի պատերազմը, որոշ զիջումներ ինքը անի, որոշ զիջումներ Ուկրաինան ու դադարեցնեն պատերազմը ու ինքը երկիրը հանի այդ վիճակից, ամենախելացին, բայց էլի եմ ասում, դրա համար պետք է նախ Սինձենպինի հրամանը, երկրորդն էլ չեմ կարծում, որ այդ մարդը այդքան
խորը գիտակցություն ունի ու բանականություն ունի։ Հա, արանքում մի բան էլ եմ ուզում ասել, հիմա ժողովուրդ ջան, մենք հիմա մի թեթև, քանի որ խոսեցի Չինաստանի մասին, ուզում եմ անցում կատարել մեր երկրում տիրող վիճակին։ Ժողովուրդ ջան, այսօր Հայաստանա գալիս Վենսը Ջենի իշքան գիտեմ, չէ, չեմ սխալվում, չէ, Ջենի Վենսը, որը անմիջապես համարվում է մի խոսքով կոպիտ ասած տեղակալը Տրամպի, շատ կարևոր մարդ։ Ու այս շատ կարևոր մարդու այցին ընդառաջ իմ լայվերից մեկում անվանված Դավիթ Գրիգորյան երևակայական Վահագնի որդի Չատլախը մտնում է եթեր ու վերալուծում, փաստորեն եթերը նվիրում է, ամբողջ եթերը Տրամպի դեմ էր ու այդ Տրամպի մասին հրապարակված այդ ինչ-որ նյութերի ու փաստորեն վարկաբեկում էր Տրամպին, վարկաբեկում էր ամբողջ մի հաղորդում, վարկաբեկում էր Տրամպին։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանում սազն առած գովում են Տրամպին, ամբողջ ժամանակ սրա նման Չատլախը մտնում է ու փորձում է վարկաբեկել։ Իհարկե ինքը շատ փոքր է Տրամպի մասին խոսելուց, կամ այս շնացած շանծանունդ, կուլտուրական մայրիկի ծնունդ, անդաստիրակ, լկտի ու դավաճան, քո ինչ շանական գործն է, թե Տրամպի մասին ինչ է խոսվում, ինչ է գրվում ամերիկյան մամուլում, դու ով ես, այդ քոսոտ լպրծյուն ճիճու, հանձնարարություն է կատարում, բայց ում հանձնարարությունն է կատարում ինքը գիտի ու իր կուլտուրական մաման ու երևակայական երևի Վահագն պապան։ Ես որ գամ Հայաստան, իմ առաջին գործը շանծանունդ լինելու է պարզել այդ ինչ Վահագն է ու ով այդ եղել այդ Վահագնը, Աստված չանի հանկարծ օգտագործած լինես պատերազմի մասնակից որևիցե մեկի անունը, այդ օրվանից կյանքդ կվերածեմ դժոխքի ու ոչ մենակ քո, երևում է քո վրա լխփի ծնունդ, ոչ մի բան չի ազդում, այդ ականք։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս շատ կարևոր է, շատ հարցեր են քննարկվելու, իհարկե մամուլը կտեղեկացնի դրա մասին ու մենք իհարկե ամեն ինչ կիմանանք, Հայաստանը շատ լավ ճանապարհով է գնում, բայց մի մարդու մասին պիտի խոսեմ, մի հանգամանք, ժողովուրդ ջան, լավ, սկսեմ նրանից, որ բոլորս էլ լսեցինք ինչի մասին խոսեց Սամվել Կարապետյանի որդին Սարգիս Կարապետյանը Հայաստանում սեքս ծանխարարություն բացելու մասին, շատերը դա համարեցին բլթոց, բայց ժողովուրդ ջան, ես չէի ասի, թե դա բլթոց էր, դա դիտավորություն էր ու իրոք սրանք ունեն ծրագիր, Հայաստանի երիտասարդությանը վարակելու անբարոյականությամբ ու նարկոմանիայով,
Հիմա ասեմ ինչի եմ եկել այս եզրակացության, որովհետև 3 առաջ օրը մտնում եմ Facebook ու Facebook-ում տեսնում եմ այլանդակ վիդեոկադրեր, որ մինչև հիմա ոչ մի անգամ չէի հանդիպել, պարզապես մի այլանդակություն, ժողովուրդ ջան, սեքս, վիդեո, պորնո կադրեր, ու մեկը մեկի հետևից է գալիս, ներվերից չդիմացավ, ես զգացի, որ դա դիտավորություն է, դա ակնարկ է, ժողովուրդ ջան, որ իրանց այս ոչլոտ, ռուսիկոց, ռուսիտորուսիկ հանդիսացող, այս Կարապետյանների գալով աստված չանի իհարկե, ժողովուրդ ջան, Facebook-ում ձեր երեխաները, ձեր աղջիկները, ձեր երիտասարդ, ձեր անչափահասները դիտելու են այս կադրերը։ Ու այն մարդիկ, ովքեր բերում են սրանց, Հայաստանի երդվյալ թշնամիներն են։ Մյուս կողմը հարցի նարկոմանիանա, Թիզուկ Սերժը, նարկոման, մարդասպան, թզուկը, մեր արևմտյան կոլեգաներից մեկը, Սիվիկ էմում, այդ ծրագրով ալիքով, բացահայտեց, որ ըստ թիզուկ այլանդակ, այլասերված ոչնչությունը եղել է Ռուսաստանում, հանդիպել է մի մարդու հետ, Արմեն Ղարսլյան, ժողովուրդ ջան, կարող եք մտնել Facebook, Google ներողություն ու պարզել ով է այս անձնավորությունը։ Այս անձնավորությունը նախ դեպուտատ է Պերմում, Եզինայա Ռոսիա այդ կուսակցության դեպուտատն է շատ վաղուց, բիզնես ասպարեզում է կարելի է ասել դրանից առաջ քոցիկություն է արել տարբեր տեղեր, միտեղ քարտուղար, միտեղ չգիտեմ ինչ, դե գիտեք ինչ, դրա համար ես ուղղակի սրան է վերաբերում խոսքը, դրա համար եմ ասում քոցիկություն, շատ մարդիկ են շատ ցածրից սկսել, բայց հետո տեսեք, որ այս անձնավորությունը ադրբեջանցի մեծահարուստ մեկի հետ հանդիպումից հետո սկսում է շատ արագ ձևով հարստանալ, ընդ որում տեղից տեղ տեղափոխվելով ու տարբեր կապայաներում, սկզբում աշխատում է ինչ-որ դատարանում, որպես ավարտում է հենց Պերմում, ինչ-որ իրավաբանական ֆակուլտետ, մտնում է դատարան, էլի շատ ցածր գործով, այս ադրբեջանցուն հանդիպելուց հետո սա ունենում է շատ բարձր վերելք միանգամից, ժողովուրդ ջան, ու ամենավերջում սա ղեկավարել է մի Մետաֆրաքս կոչվող ինչ-որ գործարանն է, թե ինչ-որ տենց կամպանիա, Մետաֆրաքս, որը պատկանում է մեծահարուստ մի ադրբեջանցու, սա եղել է այդտեղ կարծեմ դիրեկտորի տեղակալ, ու հետո ինչ պատճառներով տեղափոխվել է Տաշիր գրուպ 2024 թվականից Տաշիր գրուպի վիցեպրեզիդենտն է, ժողովուրդ ջան, Տաշիր գրուպի վիցեպրեզիդենտն
պրեզիդենտը։ Ու տեսեք հաջորդականությունը դեպքերի։ Դրանից հետո Սամվել Կարապետյանին գործուղում են Հայաստան իրա ընտանիք հանդերձ, իրա այլասերված ընտանիքով, թայֆայով, ոչ լոտաշիչները ներխուժում են Հայաստան ու փորձում են այս ժողովրդին խաբել սուտ խոստումներով։ Բայց իրականում նպատակը Հայաստանի երիտասարդությանը շարքից անելն է, ժողովուրդ ուշադիր։ Պատահական չէր այդ Սարգիս Կարապետյանի այդ նախադասությունը, այդ խոսակցությունը, որ հետո փորձեց ջրել, թոս փչել, արդարանալ։ Ժողովուրդ ջան, պատահական չի։ Այս Հայաստանի երկիրը պարտադիր չի զենքով զորքով գրավես։ Երկիրը կարաս շարքից հանես, շատ հանգիստ, պորնո տարածելով, նարկոտիկ տարածելով, հանգիստ կարող ես հանել շարքից, ժողովուրդ ջան, սրանք աշխատելու են այդ երկու ուղղությամբ, ու մի բան էլ, որ առաջ մղեցին, հիմա ես ասեմ, որտեղից էր գալիս այդ կիսա գրագետ Նարեկ Կարապետյանի են խոսույթը, որ ներողություն, ալյումինի չէ, պղնձի բիզնես են ուզում ստեղծել Չինաստանի հետ, պարզվում է, որ այդ պղնձի հանքանութի մշակելու խոսակցությունը կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դա ևս մի հարված Ամերիկա-Հայաստան հարաբերություններին ու մնացածը Ռուսաստան բերելը թրիփ, Չինաստան բերելը թրիփ, հարված թրիփի ճանապարհին, այսինքն Տրամպի ճանապարհին։ Հիմա հասկացա ժողովուրդ ջան, ինչի համար են այս ոչլոտ տաշիստիները ներխուժել Հայաստան, ով սրանց ձայնա տալու, թող լավ իմանա, համաձայնվում է նրա հետ, որ իր աղջիկը, իր տղան մեծանա, աղջիկը դառնա պոռնիկ, տղան նարկաման։ Էդ է լինելու ձեր երեխեքի ճակատագիրը։ Լավ իմացեք, էդ է լինելու, սրանք զբաղվել են մութ գործերով, սրանք զբաղվել են նարկո բիզնեսով, այ էդ ում հետ որ հանդիպել է, թզուկ, Սերժիկը, թզուկ նարկաման Սերժիկը, կարող եմ երդվել, որ նարկոբարոնը, նարկոբարոն, մի քանի ձևով սրանք խփելու են Հայաստանի ճակատագրին, հայ երիտասարդների, այնինչ մենք կարող ենք ունենալ, ժողովուրդ ջան, հիանալի սերունդ։ Հիմա էլ ունենք այդ սերունդը, շատ լավ սերունդ է մեծանում։ Ու երկիրը քաղաքակիրթ աշխարհին գցելու դեպքում, մեր այս ճանապարհով գնալու դեպքում մենք ունենալու ենք հիասքանչ երիտասարդություն։ Ժողովուրդ ջան, իսկ այս տականքները, այս ռուսակոց ոչլոտները, այս չտես անգրագետ, կիսագրագետ գեղցիները ուզում են խորտակել Հայաստանի ապագանել, Հայաստանի պետականությունը ու ձեր երեխաներին դարձնել նարկաման ու պոռնիկ։ Եթե դուք համաձայն եք դրա հետ, գնացեք ու ընտրեք։ Իսկ եթե համաձայն չեք, թույլ մի տվեք նույնիսկ քարոզարշավի գան Հայաստանի գյուղերը, Հայաստանի շրջանները, բահով, լոմով, քարով, լարեք դրանց, որ ռիսկ չանեն, քիթները հանեն իրանց ծակերից,
իրանց կանանց ծակերից։ Ժողովուրդ, մինչև հիմա երևի դուք հասկացել եք, գլխի եք ընկել, որ ես շատ շուտ եմ տենց բաները հասկանում, առաջինն եմ հասկանում, երբ որ տրամաբանորեն կապում ես այս ամեն ինչը իրար հետ, հասկանում ես ինչի համար, ինչ նպատակով են սրանց ուղարկել Հայաստան, ու դեռ նարկոման Սերժը պայմանա կապում ես մարդու հետ, որ 35,000 նարկոման ուղարկի Հայաստան, իսկ դուք գիտեք, որ Ռուսաստանում վխտում են դրանք, ինչ 35,000, ավելի շատ են, անգործ նարկոմաններ, նարկոտիկ թրողներ, ու դրանց թզուկ նարկոման Սերժը բերում է Հայաստան, ինչի համար, ժողովուրդ, ինչի համար, լավ ընտրեցին, դրանք հետ են գնալու, չեն գնալու, դրանք մնալու են, որպեսի իրագործեն ծրագրի B մասը, այսինքն թույն են հայ երիտասարդությանը, այսինքն շարքից հանեն մեր աղջիկներին։ Դուք հասկանում եք ինչ են սրանք մտածել, ժողովուրդ, հասկանում եք, այսօր այս լայվ անելու իմ հիմնական նպատակը դա էր, որ ձեզ կուշացնեմ, որ դուք իմանաք, որ դուք պաշտպանվեք, ժողովուրդ ջան, մի քիչ համբերեք, տեսնում եք, որ Ամերիկան էլ անհանգստացած, ուզում է ամենաարագ ձևով իրականացնի են բոլոր ծրագրերը, որը կապել է Հայաստանի հետ, ինչի Վրաստանի հետ հույսեր չի կապում, Ադրբեջանի հետ չի կապում, ամբողջ հույսը Հայաստանն է, որտև Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղին, որտև Հայաստանը դուրս է ուզում գալ այդ ուբորնի երկրի ազդեցության տակից, իսկ դրանք դիմադրում են այս դավաճան, այս ոչլոտ, այս քոսոտ, իրանց հետույքները լեզվով, լիզածների միջոցով ուզում է խափանի ամեն ինչ, ու դուք թույլ եք տալու, որ սրանք տեղ գտնեն Հայաստանում, եթե թույլ եք տալու գնացեք ու թույլ տվեք, բայց էլի եմ ասում, լավ հիշեք, դուք համաձայնվում եք նրա հետ, որ ձեր աղջիկները դառնան պոռնիկներ, տղաները նարկոմաններ, ուրեմն գնացեք համաձայնվեք, ժողովուրդ ջան, ես իմ ասելիքը ասեցի, մնացածը ձեր գործն է, մնացածը ձեր գործն է, ճիշտ կողմնորոշվեք, իմիջիայլոց չգիտեմ դրանց լրատվականներից որ մեկն է, այն տեցի գրուպից բերած մի քանի աղջիկ դեռևս հələ շնչում են, կան, ու մոտենում են հիմնականում տարիքով մարդկանց, կամ խելքը գցած, կամ այն կլիմաքսի մեջ գտնվող այն պարավ են գտնում ղզղնած, դրանց խոսացնում են ու թելադրում են ինչ ասեն մեր վարչապետի հասցեին, մի անհանգստացեք, պոռնոպարավներ, ովքեր լկտի ձևով են արտահայտվում մեր վարչապետի հասցեին, նրանց է վերաբերվում, հեսա Սարգիս Կարապետյանը բոլորիդ վիբրատորներ կբերի, կբաժանի, ձրի, լավ կսկաք, հեչ չմտածեք, սա բոլոր նրանց է վերաբերվում, ովքեր որ բերանները բացում են առանց չափելու, թե ինչ են հաչում, չնայած վստահ եմ, որ գժանոցից հենց նոր դուրս եկածներ են, հոգեբուժարան են, կներեք ժողովուրդ ջան, ներողություն, ես երբեք այդ գժանոց բառը չեմ օգտագործել, ուղղակի, չգիտեմ, կատաղած եմ դրանց վրա, դրա համար, հոգեբուժարանից դուրս եկածներ են, ու այդ աղջիկները
մոտենում են դրանց, գրողն ուտեք, այդ դոլարը բկներիդ կանգնի, կյանքում լավ որ չեք տեսնելու, այդ աղջիկներին է վերաբերվում, ովքեր մոտենում ու հարցեր են տալիս դրանց, կյանքում դժբախտ եք ու դժբախտել մնալու եք, լավ որ չեք տեսնելու, ձեր էության պատճառով, ձեր ծախված լինելու պատճառով, դե գնացեք ու հարցեր տվեք, նախ նորմալ լրագրողը, ես չեմ հասկանում, ֆիքսեք դրան, դեմքներն էլ չեն ցույց տալիս, մեր ազգային անվտանգությունը ուրանային, ֆիքսեք դրանց ու արգելեք, պատասխանատվության ենթարկեք, ոչ մի լրագրող իրավունք չունի առանց ներկայանալու հարց տա մարդուն, դա ինքնին պրովոկատոր է նշանակում, բայց քանի որ այդ մարդիկ թրցրած են, չեն էլ հասկանում, ու ես այսինքն նայում եմ, որ հիմնականում դրանց հարցերին պատասխանում են այդ տարիքով մարդիկ ու կանայք, բարձա ինչի դիմաց, բարձա, որովհետև կորցնելու բան չունեն, ժողովուրդ ջան, այսօր կան վաղը չկան, իրանց այդ օրը լակելու, լափելու, փող են տալիս ու սրանք հաչում են, բայց այդ հաչացնողին է հարկավոր բռնել ու դատաստան անել, ժողովուրդ ջան, ամբողջ Facebook-ը լցրել են աղբով, սենց բան ով էր տեսել, ու դուք պատկերացրեք արդեն, եթե հանկարծ սրանց դուք տեղ տակ, ձայն տակ, ինչա կատարվելու Հայաստանի հետ, ոչ թե մենակ Facebook-ի, ոչ թե դուք պատկերացրեք, ինչա կատարվելու Հայաստանի հետ, Եվրոպայով թող չվախացնեն ոչ մեկի, Ամերիկայով թող չվախացնեն ոչ մեկի, սատանայական են, ես տղա եմ մեծացրել ստեղ, որ կարամ պարծենամ իրանով, պարծենում եմ, ու իմ ուզած ձևով է մեծացել իմ երեխեն, պարզապես ծանողը պիտի տեղում լինի, որտեղ էլ որ ծանողը տեղում չեղավ, չզբաղվեց իր երեխայով, չհավատակ լավ երեխա մեծանա, կամ բախտի բերմամբ, թե պատահմամբ, չգիտեմ, լավ շրջապատ պիտի ընկնի, որ լավը դառնա, ծանողից է ամեն ինչ կախված, ժողովուրդ ջան, կապ չունի, կամ թուրքով են մեզ վախացնում, ինչով է թուրքը ռուսից վատ, կարակ ասեք, հա, ինչով, այսօրվա օրը ամբողջ աշխարհը դուրս է եկել տուբորնի երկրի դեմ, ոչ մեկ չի ուզում դրանց կողքը կանգնի, բոլորը փախնում են դրանցից, ու դուք ուզում եք մեզ համոզեք, որ թուրքը ռուսից վատն է, հա, ու ինչ էլ որ եղել այդ պատմության ընթացքում հեղինակը ռուսն է եղել, բոլորս էլ գիտենք, իրան սարկածն է եղել, դրա համար ժողովուրդ ջան, լավ լսեք, մեզ ոչ մեկ պետք չի, մենք ենք մեզ պետք, մենք եթե սարքենք մեր երկիրը, մենք եթե առողջացնենք մեր երկիրը, մենք ամրացնենք մեր պետականությունը, մենք կարանք հարաբերվենք բոլոր երկրների, բայց որպես հավասարը հավասարի, իսկ սրանք անդադ ուզում են մեզ հիշեցնել մեր տեղը, ամբողջ աշխարհը իրանց է հիշացնում իրանց տեղը, իրանք կանգնել են մեզ են հիշացնում մեր տեղը, հələ դուք ձեր տեղը իմացեք, Եվրոպայում վախենում են իրանց լեզվով խոսեն, թակուն են խոսում, թակուն են ման գալիս, լսում ես ռուսերեն խոսակցություն, հարցնում ես ռուսես, փախնում է կողքից հետ, չի կանգնում, այդ վիճակում են աշխարհում իրանք, իսգոյ ազգ, հասկանում եք այդ ինչա նշանակում, ուզում եք դառնալ նույն իսգոյը, առանցին էլ ես որ եկել է այստեղ Ավստրիա,
Ինձ ասում էին ձեր լեզուն ռուսերենն է, չէ։ Ասում էի ժողովուրդ, մենք 3-րդ դարից մենք տառեր ունենք, մենք այբուբեն ունենք, մենք լեզու ունենք, մենք գիր ունենք, որը ոչ մեկը չունի, մերն է։ Ինչ ռուսերեն, ինչ բան, մենք մեր լեզուն ունենք, մեր գիրը ունենք։ Մեզ ռուսի տեղ էին դնում, այնքան որ սրանք ամբողջ աշխարհում ստեղծել էին տպավորություն, որ այդ միության մեջ եղող ժողովուրդը բոլորը ռուս են։ Ոչինչ չունեն անձնական, ոչ լեզու, ոչ գրականություն, ոչ կուլտուրա, ռուսեն ու վերջ։ Եթե մենք կարողացել ենք այդ պայմաններում պահել մեր լեզուն, մեր գիրը, մեր ինքնությունը, ուրեմն ժողովուրդ ջան, ինչու՞մն է բանը։ Ինչ-որ մի քանի հատ փսլինք Ռուսաստանից ուղարկված պիտի կարողանան եղանակ փոխել Հայաստանում։ Ամոթ չի։ Ժողովուրդ, ուշքի եկեք, մեր ազգին չի սազում։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանը կլինի այն վայրը, որտեղ կերազեն ապրել շատերը, ժողովուրդ ջան, շատերը։ Ու տեսնենք, կհանդիպենք Վենսի գնալուց հետո, կքննարկենք։ Չեմ ուզում անոնս անել, հաջորդը երբ կլինեմ YouTube-ում, բայց եթե պետք լինի, Facebook կմտնեմ, անպայման կմտնեմ, ժողովուրդ ջան։ Հատ վերլուծելու բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ժողովրդի դեմ են, Հայաստանի պետականության դեմ են, եւ ինչու՞ չէ մեր վարչապետի դեմ են։ Ու մեր կառավարության դեմ են, ժողովուրդ ջան։ Մենք ունենք մի քանի լավ կուսակցություններ, որոնց կարող եք մտցնել խորհրդարան, ու մենք կունենանք անտիրպետություն, անտիր խորհրդարան։ Մի թույլ տվեք, որ ինչ-որ մի հատ խոսոտասկ, որը բաղկացած է պրոստիտուտկաներից ու ալկաշներից, խեղաթյուրի ձեր ճակատագիրը։ Մի թույլ տվեք։ Այսօր այսքանը, ժողովուրդ ջան, մեր համար շատ կարևոր է խաղաղությունը, իզուր տեղը թող չփնովեն, գնում է այդ գործընթացը, շատ տեսանելի է նույնիսկ, չտեսնողները ուրեմն կույրեն կամ ինչ-որ երրորդ երկրի ազդեցության տակ ու չեն ուզում տեսնել դա, ժողովուրդ ջան։ Այսքանը փետրվարի վերջին իհարկե կլուծվի այդ ուբորնի երկրի ճակատագիրը ու մենք կազատվենք, վերջապես կազատվենք դրանցից, ժողովուրդ ջան։ Այսօր այսքանը, բոլորիդ ցանկանում եմ առողջություն, բոլորիդ ցանկանում եմ համբերություն, կայունություն, բանականություն, չտրվեք այդ մանիպուլյացիաներին, չխաբվեք ոնց որ խաբվեց Վրաստանի ժողովուրդը։ Լսեք, հաճախակի լսեք Գեորգի Թոմասյանին, շատ խելացի տղա է, շատ ու հայրենասեր։ Հայաստանում էլ չի մեծացել, բայց ինչքան այդ տղան անհանգստացած է Հայաստանի ճակատագրով, ժողովուրդ ջան։ Ուրեմն այսօր այսքանը, ժողովուրդ ջան, կհանդիպենք իհարկե։ Բոլորիդ ցանկանում եմ առողջություն, մեր զինվոր բալիկներին, բարի ծառայություն, բարի վերադարձ, մեր չքնաղ երեխաներին, ժպիտ ու ծիծաղ, ժողովուրդ ջան, լավ է լինելու, բայց ձեզանից շատ բան է կախված, լավ մտածեք, թունելի վերջում լույսը, մենք գնում ենք դեպի այն լույսը, որը մեր համար
նախատեսել է տիեզերքը։ Այսքանը, կհանդիպենք, բարին ընձեզ։